Զինված ուժերի նոր զինանշանի փոփոխությունը լայն արձագանք է ստացել ոչ միայն մասնագիտական, այլև հանրային շրջանակներում։ Շատերն են պնդում, թե զինանշանը պարզապես խորհրդանիշ չէ, այն պետության, բանակի, ինքնության ընկալումների մի մասն է։ Խոսքը միայն գեղագիտական փոփոխության մասին չէ, ասում են մասնագետները։ Կարևոր է նաև, թե ինչ ուղերձ է փոխանցվում հասարակությանը։ Միակ բանը ես կարծում եմ այդ քարտեզի մեխելն է։ Հիմա այս ծանր պարտությունից հետո գուցե ընդհանուր վիճակը այնպիսին է, որ բավարարվենք մեր փոքրիկ խրճիթով։ Այդպես թելադրում են օտարները, այդպես թելադրում են մեր թշնամիները։ Մասնագետների գնահատմամբ հանրային դժգոհության պատճառներից մեկը նաև քննարկումների բացակայությունն է։ Թեև փոփոխությունները ներկայացվել են որպես տեխնիկական եւ խորհրդանշական ճշգրտումներ, շատերի կարծիքով նման որոշումները պետք է ավելի լայն մասնագիտական ու հասարակական քննարկման առարկա դառնային, մանավանդ այն դեպքում, երբ խոսքը բանակի խորհրդանիշի մասին է։ Եթե հոգեցին զինանշան, նշան, այնպես չէ, որ դրանից մենք զորեղանում ենք։ Քարտեզը ինչի ենք դնում դրա վրա։ Ինքը դա մի քիչ կարծում եմ շատ դերական չի ազդում, բացասական կարծիքը նաև դրանից է գալիս։ Ազգագրագետի դիտարկմամբ խորհրդանիշերի փոփոխությունը միշտ էլ ենթագիտակցական ազդեցություն է ունենում մարդկանց վրա։ Հենց այդ պատճառով էլ նման գործընթացներում կարևոր է զգուշավորությունը եւ հիմնավորված մոտեցումը։ Մասնագետները նկատում են նաև, որ ցանկացած փոփոխություն, հատկապես խորհրդանիշերի դեպքում, հասարակության կողմից բնականորեն դժվար է ընդունվում։ 25 տարի մարդիկ բանակ են ծառայել նախկին զինանշանի ներքո։ Ինքնաբերաբար մարդկանց մոտ դայո ինքը պատերազմներ է եղել, ամեն ինչի մեջ ասոցացվում է զինանշանը։ Ինքը ուղղակի սիմվոլիկան է փոխվել, եթե ուրիշ բան է, եթե ամբողջությամբ ինքը վերածվեր, նորը փակվեր, կարելի է դա հասկանալ, որ ինչի բացի սարվեց։ Զինանշանի փոփոխությունը ըստ փորձագետների կարող է կապված լինել զինված ուժերում ընթացող փոփոխությունների, նոր համազգեստների կամ զինատեսակների հետ։ Բարձրաժեք սիմվոլի շուրջ քննարկումները փաստում են, բանակի հետ կապված ցանկացած փոփոխություն Հայաստանում միայն վարչական որոշում չէ, այն առնչվում է հիշողությանը, ինքնությանը եւ հասարակության զգայական ընկալումներին։ Գյուրջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Օրերս հրապարակվեցին նախորդ տարվան առնչվող որոշ վիճակագրական տվյալներ, որոնք դրական դինամիկայի մասին են վկայում։ 2025-ին Հայաստանի քաղաքացիություն է ստացել 25670 օտարերկրացի, իսկ դիմումների ընդհանուր թիվը հասել է 32891-ի։ Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 23.5%-ով։ Քաղաքացիություն ստացածների թվում առաջատարն են Ռուսաստանի քաղաքացիները՝ 7377 մարդ։ Վրաստանի քաղաքացիները 1731 եւ Իրանի քաղաքացիները 648 մարդ։ Օրինակ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են, ազգությամբ հայ են, դիմել են քաղաքացիություն ստանալու, Արցախից տեղահանվածները, որոնք էլի գիրել են եւ փոքր թիվ չեն կազմում, դիմել են ստանալու ՀՀ քաղաքացիություն։ Հայաստանի քաղաքացիության համար դիմումների աճի պատճառը միջազգային ոչ կայուն վիճակի եւ պատժամիջոցների հետ կապված սահմանափակումներն են։ Պարզ ասած, մարդը Հայաստանի անձնագրով կարող է իրեն թույլ տալ ավելին, քան Իրանի կամ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերով։ Ռուսական անձնագրով ոչ բոլոր երկրներ կարող են մեկնել անձին եւ մյուսը արցախցիների հանգամանքը, որ բնակապահովման ծրագրից օգտվելու համար պարտադիր է քաղաքացիություն ունենալը եւ արցախցիները, որ ապրում են Հայաստանի Հանրապետությունում, նրանք դիմում են քաղաքացիություն ստանալու։ Նախորդ տարվա մեկ այլ վիճակագրական տվյալ մտահոգության առիթ է տվել։ 4960 մարդ դիմում է ներկայացրել Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու համար, ինչը 18%-ով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։ 2024 թվականին մինչև 18 տարեկան քաղաքացիությունից հրաժարվել է Իգական սեռի 62 քաղաքացի, Արական սեռի 1949 քաղաքացի։ 2025 թվականին Իգական սեռի քաղաքացիությունից հրաժարվողների թիվը գրեթե չի փոխվել, 62-ը դարել է 68, Արական սեռի հրաժարվողների թիվը աճել է 44%-ով, հասնելով 2811-ի։ Պատգամավոր Հայկ Սարգսյանը ժամանակին առաջարկել էր օրենսդրական փոփոխություններով սահմանել էական վճար Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու համար։ Դրա եւ մի շարք այլ բարեփոխումների շնորհիվ ըստ պատգամավորի կարող էր կանխվել բանակում չծառայելու նպատակով քաղաքացիությունից հրաժարվելու պրակտիկան։ Հարուստները, որոնք բանակի տարեկան զորակոչի 30%-ն են կազմում, հրաժարվում են քաղաքացիությունից բանակում չծառայելով եւ բանակում չեն ծառայում։
եւ հետագայում չեն կանչվում 25-օրյա վարժական հավաքների եւ նաեւ այլ կարիքների համար չեն կարող ներգրավվել։ Իդեպ Հայաստանի անձնագիր ստացողների թվի աճը չի նշանակում, որ քաղաքացիություն ստացողները տեղափոխվել են Հայաստան բնակվելու համար։ Որոշ հաշվարկների համաձայն այսօր մոտ 800,000 մարդ ունենալով Հայաստանի Հանրապետության անձնագիր մշտական չի բնակվում Հայաստանում։ Այսինքն անձնագրեր ստանալու ֆիքսված դրական դինամիկան չի ենթադրում դրական դինամիկա ներգաղթի վերաբերյալ։ Չորրորդ կարգի վթարայինային շենքը Արցախի 61 կոտորակ 3 հասցեում է գտնվում։ Ամեն օրը վախը սրտներում են անցկացնում բնակիչները։ Շենքի վրա ճաքեր են հայտնվել արդեն տևական ժամանակ, հաճախ նաև քարեր են թափվում։ Էսա սաղ ճաքած է, նայ։ Էսա սաղ, չէ։ Էսի հələ սկիզբն է, էսա ռեկլամն է։ Շենքը վթարային վիճակում է, բազմիցս դիմել էին քաղաքապետարան դիմել ենք, կառավարություն դիմել ենք։ Կառավարությունը պատասխանում է, որ քաղաքապետարանը ավելի շուտ, որ այս պահին գումար չունենք, գումար լինելուց անպայման կաջակցենք, ընդառաջենք։ Ամեն պայի, ամեն վարկյան մարդիկ սրտներում սպասում են, թե շենքը, որը իրոք վթարային է, այստեղ ապրելը կարելի ասել հերոսություն է, կյանքի լինել չլինելու հարց է, մարդիկ չունեն դրա պատասխանը։ Բազմաթիվ խնդիրներին հիմա նաև ջրի հարցն է ավելացել։ Մի քանի օր է խմելու ջուր չունեն, դիմել են Veolia ջուր, այնտեղից հայտնել են, որ խնդիրը իրենցը չէ։ Մինչդեռ քաղաքացիները նշում են, որ ջրաչափ ունեն, վճարումներն էլ կանոնավոր են կատարում։ Ոչ մի անգամ էլ նորմալ չի եղել ջուրը։ Հա, ծորացել է, բավարարվել են։ Բայց այս 4 օր ընդհանրապես ջուր չկա։ Ու զանգում ես այնքան վատ առամարանքով են պատասխանում։ Գնացեք որտեղ ուզում եք բողոքեք։ Պարբերաբար զանգահարում ենք Veolia ջուր, մեզ պատասխանում են, որ սա մեր խնդիրը չի, մերը չի։ Զանգեք ձեր համայնքին։ Համայնք զանգում ենք, ասում են դուք չկաք, դուք վթարային շենք եք, դուք մեզ չեք պատկանում։ Քաղաքային իշխանությանը նաև կառավարությանն են դիմում քաղաքացիները հրատապ ջրի խնդիրը լուծելու ու հետո արդեն իրենց վերաբնակեցման հարցը քննարկելու, տարբերակներ գտնելու համար։ Մայիսի 27-ին նոր գեղի Եղվարդ ճանապարհին բախվել են ՎԱԶ-21-21-ը եւ Աուդին, երկու հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Եղվարդ քաղաքի Վանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նրանք տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի բարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։ Մայիսի 27-ին Լադա Պրիորան Աբովյան քաղաքի հանրապետության փողոցում վրայերթի են ենթարկել հետիոտնի։ Վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է շտապօգնություն, մինչ կժամաներ Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, վարորդը քաղաքացիների հետ օգնել է վրայերթի ենթարկված կնոջը։ Վարորդը սթափ է եղել։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի բարեկները եւ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը։ Մայիսի 27-ին Իսակովի Պողոտայի եւ Մոնտեմելքոնյան փողոցների հատման վայրում 33-ամյա արտավազդը Chevrolet-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթի բազալտե եզրաքարերին, հետո բետոնահենապատին, գլխիվայր հայտնվել էստակադայի մոտ։ Վարորդին եւ երկու ուղևորին օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել։ Հետո նրանք հրաժարվել են հիվանդանոց մեկնել։ Իդեպ վարորդի մոտ բացակայել է վարորդական վկայականը։ Եվ մայիսի 28-ին 26-ամյա Արմանը օփելով Երևան աշտարակ ճանապարհին Պրոշյան բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարին ու բռնկվել։ Մեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են բենզալեցակայանի աշխատակիցները, հետո ժամանած հրշեջները մարել են այն։ Իդեպ վարորդը, ով զրկված է եղել մեքենա վարելու իրավունքից, եղել է ոչ սթափ։ Եվրոպական ավտոմոբիլային շուկան ցուցադրում է վերականգնման հստակ նշաններ։ Չնայած գնաճային ճնշումներին եւ տնտեսական անորոշությանը, Եվրամիությունում նոր մարդատար ավտոմեքենաների պահանջարկը շարունակում է աճել։ Ավելի լայն աշխարհագրությամբ ներառյալ Մեծ Բրիտանիան եւ Շվեյցարիան, շուկան նույնպես առաջընթաց է գրանցում, ինչին մեծապես նպաստել է բրիտանական շուկայի կտրուկ ակտիվացումը։ Եվրամիության երկրներում ապրիլին գրանցված նոր մարդատար ավտոմեքենաների թիվը կազմել է 972,000
1314, 2025 թվականի ապրիլի 925,324-ի դիմաց։ Ավտոմոբիլային ոլորտի ամենատպավորիչ միտումը էլեկտրամոբիլների պահանջարկի կտրուկ աճն է։ Էլեկտրական մեքենաների մասնաբաժինը ընդհանուր շուկայում զգալիորեն մեծացել է նախորդ տարվա համեմատ։ Այս ֆոնին իր դիրքերն էականորեն ամրապնդել է ամերիկյան Տեսլան։ Եվրոպացի սպառողն այլևս չի կասկածում ապագան ամբողջությամբ էլեկտրական է։ Այն, ինչ մենք տեսնում ենք Եվրոպայում, պարզապես վաճառքի աճ չէ, դա հին մտածելակերպի փլուզում է։ Մարդիկ ցանկանում են տեխնոլոգիա, մաքրություն եւ արագություն։ Մենք պատրաստ ենք բավարարել այդ պահանջարկը։ Եվրոպական ավանդական ավտոմոբիլային հսկաները ստիպված են վերանայել իրենց ռազմավարությունը մրցակիցների ճնշման ներքո։ Mercedes-Benz եւ Volkswagen Group ընկերություններին հաջողվել է ավելացնել իրենց վաճառքի ծավալները։ Ընդ որում Mercedes-Benz-ին հաջողվել է շրջանցել իր հավերժական մրցակից BMW-ին։ Էլեկտրամոբիլների նման լայն տարածումը իր հետ բերում է նաեւ լուրջ ենթակառուցվածքային մարտահրավերներ, ինչի մասին ահազանգում են ոլորտի պատասխանատուները։ Էլեկտրամոբիլների վաճառքի աճը հուսադրող է, բայց մենք չենք կարող աչք փակել խնդիրների վրա։ Լիցքավորման կայանների ցանցի ընդլայնումը չի հասցնում այս տեմպերի հետևից։ Եթե Եվրամիության կառավարությունները չարագացնեն ենթակառուցվածքների զարգացումը, մենք շուտով կբախվենք լուրջ ճգնաժամի, ինչը կդանդաղեցնի դեպի կլիմայական չեզոքություն տանող ընթացքը։ Քաղաքական հարթակներում եւս այս ցուցանիշները դիտարկվում են որպես Եվրամիության էկոլոգիական օրակարգի հաղթանակ, թեև մտահոգություններ կան արդյունաբերական մրցունակության վերաբերյալ։ Էլեկտրամոբիլների մասնաբաժնի աճը ապացուցում է, որ Եվրոպան մնում է համաշխարհային էկոտրանսֆորմացիայի առաջամարտիկը, սակայն մեր նպատակն է ոչ միայն սպառել, այլև արտադրել այդ մեքենաները հենց Եվրոպայում։ Մենք պետք է պաշտպանենք մեր արդյունաբերությունը անհավասար արտաքին մրցակցությունից եւ ապահովենք, որ ապագայի ավտոմեքենաները արտադրվեն եվրոպական գործարաններում։ Տարվա առաջին ամիսների արդյունքներով Եվրոպան վստահորեն շարժվում է դեպի նախաճգնաժամային ցուցանիշների վերականգնում։ Այնուամենայնիվ, տարվա երկրորդ կեսը ցույց կտա, թե որքանով է եվրոպական արդյունաբերությունը պատրաստ դիմակայելու չինական էլեկտրամոբիլների ներհոսքին եւ արդյոք ավանդական բրենդները կկարողանան հետ բերել կորցրած տոկոսները։